Ում չբարևեցի։ Այսօր բարևե։ Երեխեք եկան։ Դե ասեք տենամ հլը խի ջուր չունեք։ Ո՞վ է ձեր ջուրը կտրել։ Մենք ենք կտրել ձեր ջուրը։ Հա։ Չի կարա ասել, հաճար ինչնա բադե։ Սարքել են, վերանորոգել են։ Հա։ Ընդեից աղագին ջուր էր գնում, իրար ջուրը ապահովում էր դեից։ Բայց ինչով է խողովակով թե առանց։ Չէ, նախ համակարգ կա գյուղում ջրի։ Այո։ Ներքինը կա։ Դե բատնավշանը։ Հիմա բերում ենք, այսպես ենք հաշվում։ Հա։ Ինչ մի 15 դոլար ջուր։ Ահա։ Всё։ Էդ էլ լուծեցինք։ Այս ճամփեն էլ սարքում ենք։ Էս մի ճամփեն էլ ենք սարքում, տեղ կա սարքելու ու այսինքն հա չէ, մի հատ էլ հələ դեպի Գորիս ենք ճամփա սարքելու ոնց որ։ Գյուղում մեքենա ունեցող ինչքան ժողովուրդ կա։ Մեքենա ունեցողներ կան, բայց դե մի քիչ հասկանալի է, որ ճանապարհը այս վիճակին մեքենայը կփչանա, դե սարքում է, հա, բայց միան ինչ էլ ասում եք չեն մերժում, ամեն մեկն էլ ինչ է կարում օգնում։ Да если собственной машины нет, ничего. Իսկ ինչով եք զբաղվում։ Անասնապահություն է, հողագործություն է, Тоже коруем это. Մեկ յոլա գնացեք։ հասցնում եք։ Вопросов много, Марона Рушанян, Харцель Шаткан. Харцель Шаткан, Микитян, Камаль, немножко что бесит. Нехорошо жить. Ուրախ հիմար 3 բան է պետք։ Խաղաղություն է պետք, ճամփա է պետք։ Հենց ճամփեն խաղաղություն եղավ, ճամփեն եղավ։ Ճամփեն սարքվի, արդեն պիտի դուք էլ մի քիչ ակտիվ լինեք, որ տուրիստ կա գնա, էս որ դեպի բան այդ թասի ճամփեն էլ սարքեն։ Դպրոցը ինչ վիճակում աշխատում է։ Նորմալ, հա, նորմալ ժամը 9-ից։ Դպրոցի վիճակ չունի, անբարեկարգա։ Բայց թազա դպրոց նախագծում կա, Հա, կա։ Որտեղ կթամալի։ Իսկ պարոն Փաշինյան, Մենք բացառություն ենք վերանորոգում աջակցության համար։ Որ երեք սահմանամերձ Կարծրական որոտան կարևոր շատ իրարից հեռու ճանապարհներ չեն ունենում։ Միակ բացառությունը որ նախարարության համակարգից տեղում որ չենք խոշորացնում երեքը, որտեղ շատ հեռու դառնում է իրանք էլ դուքն որ սարքում է հինարություն։ Չէ, համալիրան նախատեսված, բայց հիմա բանը։ Ո՞վ է դպրոցի տնօրեն։ Հիմա հիմնանորոգվում է։ Դեռ նախագծային process-ն։ Քանի աշակերտ ունեք։ 46 աշակերտ։ Շատ լավ։ Սպորտի դահլիճ կա։ Չկա։ Դե առանց սպորտի դահլիճ ինչ դպրոց։ Երևի նոր կորպուս է։ Առանց սպորտի դահլիճ ինչ դպրոց։ Իհարկե, եթե գյուղը չլճանա, մեզ պետք է բարելավ։ Շատ լավ, դե ջրի հարցը լուծվում է փաստորեն, ճամփի հարցը լուծվում է, մնացածն է գնանք մտածենք ոնց լուծենք։ Այդ գյուղի կյանքը Այս սկզբում որն ենք եկել ենք նոր գյուղ, մեզ ունեինք մեծ բան, երբեք եկել։ 90 թվին։ Ունեինք մեզ հնարավորություն միացնում էինք ջրը ջրում էինք բանով նասոսով գետից վերցրած այդ երաշխավորում էր գես իսկ հիմա այդ չկա ամեն մեկը իր համար նասոս դրի թե ջուր ենք հաշում Էդի խնդրի լուծում չի։ Հիմա մենք դիմել ենք, ասենք մեր քաղաքապետը մեզ ասել է, որ կգա, տրանսպորտ կգա կսարք։ Օրվա կարգավորիչ կայանա, այս բանը, ջրամբարը սարքել, պետք է կուտակել ջուրը ու բաշխը։ Պարոն Արոշանյան, սուբվենցիոն ծրագրով չենք կարող, այս ռոռոկման համակարգը։ Բայց հենց հիմա սարքում են, ռոռոկման համակարգը սարքում է, պարոն Վարդապետ։ Խողովակները 90% կանչած են։ Ճանապարհ ուղղակի շինարար տակը պետք է որ միացում կան, բասեյներն էլ ասացին։ Ես չասել եմ ինչ որ կատարում։ Մեզ չունենք, ասենք, հեսան, այս ժողովրդի պիտի դրսում լինի։ Հերթով, ժողովուրդ ջան, հերթով, ջուրը, ճանապարհը, ռոռոկման համակարգը, դպրոցը հələ եկեք անենք, տեսա որ դպրոցը լինի, դպրոցում դահլիճել լինի, պարտադիր չի մի հատ դահլիճ դպրոցում լինի, մի հատ դահլիճել ուրիշ տեղում։ Մենք հիմա բոլոր տեղերը դպրոցները որ սարքում ենք, ասում ենք այդ դահլիճները, տարածքները հավասարապես գյուղի համար է։ Մեծերն էլ պետք է իրիկ ունենան, սպորտով զբաղվեն, այս ամենները։